Տիրոջ անունը փառավորվի, խոսքը, որ կուզեմ այսօր ձեզ հետ կիսվել խոսել, երկար ժամանակ այս թեմայի մասին ես խոսում եմ և տնային խմբակներում, և մեր եկեղեցում եմ խոսել, և հիմա ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 28-ից մինչև 31 համարները կարդանք, որից հետո անցնենք խոսքին, բայց գիտենք, որ Աստծուն սիրողների համար ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց, որ նախասահմանելով կանչված են, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուցը սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ, և որոնց, որ առաջուց սահմանեց, նրանց կանչեցել, և որոնց կանչեց, նրանց արդարացրեցել, և որոնց արդարացրեց, նրանց փառավորել արավ փառք Տիրոջը։ Ինչ հրաշալի խոստումներ կա Աստծո, ինչքան հրաշալի բաներ կա Աստծոց մեզ տրված, որ Աստծո նպատակը մեզ, որ կանչեց, ինքը կանչեց մեզ, ճանաչեց ու կանչեց, կանչելու նպատակը որն է, երկինք համաձայն եմ, հավիտենական կյանք համաձայն եմ, ինչ որ ասեք համաձայն եմ, բայց ինքը մի հատ գերագույն նպատակ աստեղ մեզ շեշտ դնում, գերագույն նպատակ, իր ամբողջ նպատակը մեկ բան է, որ քեզ և ինձ իր որդու պատկերին կերպարանակից դարձնի։ Ամենակարևոր բանը սա է, որ դու մինչև իր որդու պատկերին կերպարանակից չլինես, դու չես կարող վայելես ու ժառանգես այն ամենը, ինչը որ ինքը պատրաստել է քեզ համար։ Համաձայն եք։ Գիտեք շատ կարևոր բան է, որ ու որպիսի ամեն բան քեզ ցույց տրվի, ամեն բաները որ քեզ ասվի, որ դա ընդամենը քո կյանքում բաները, որ կատարվում է, դա Աստծո ծրագիրն է, դա Աստծո նպատակն է, Աստված գործ ունի քեզ հետ, որպեսզի քեզ դարձնի մեկը, կերպարանակից դարձնի Հիսուս Քրիստոսին, որը որ երկնքից էր եկած։ Հետաքրքիր միսպես բան կա գրված Սուրբ գրքում, Եբրայեցիների 12-րդ գլխի 2-րդ համարում գրված ասում է, եկեք մտիկ տանք մեր զորագլուխին և կատարողին, հավատքի զորագլուխին և կատարողին, Հիսուս Քրիստոսին, որ իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ, ամոթն արհամարեց և Աստծո մեծության աջ կողմը նստեց։ Տեսեք ինչ հրաշալի բան է, Հիսուսը թողեց երկինքը, ինքը եկավ աշխարհ, եկավ մեզ համար իր կյանքը դրեց, ամոթն արհամարեց ինքը, Փիլիպպեցիների թղթի մեջ ասում է, որ ինքը մարդացավ, ծառայի կերպարանք առավ, իր անձը ունայնացրեց, ցածրացավ, համաձայնվեց մեռնելու և այնել խաչի մահով, և երբ որ կատարվեցավ, Աստված նրան մի մեծ անուն շնորհեց, որ Հիսուս Քրիստոս Հոր Աստծո փառքի համար Տեր կոչվի, Տեր, բոլորը նրան Տեր կոչեն։ Տեսնում եք ինչքան մեծ է, չէ, Հիսուս Քրիստոսի դերն ու նշանակությունը երկրի վրա, նա շատ մեծ է, բայց Աստված ասում է, որ ուզում է, որ ինձ և քեզ իր որդու պատկերին կերպարանակից դարձնի։ Իր որդին, որ եկավ աշխարհ,
չեկավ ծնվեց մի հատ եսի միջ վիլաների մեջ, ինչ մի ինեց հոյակապ տեղերում, ինքը ծնվեց գոմում։ Առաջի բանը, որ ինքը ծնվեց գոմում։ Երկրորդ բանը ինքը փախավ, հայրը նրան փախցրեց Եգիպտոս։ Եգիպտոսից հետ բերեցին, ապրեցին Նազարեթ քաղաքում։ Երբ որ եկավ իր ծառայության ժամանակ, ինքը եկավ, չգնաց զալերում, եսին որտեղ ինչ քարոզելու, ինքը եկավ, ջրով մկրտվեց ու միանգամից անապատ գնաց։ Չէ՞։ Ինքը չասեց, դե ես պատրաստ եմ, արդեն ինձ միկրոֆոնը տվեք, որ ես քարոզեմ, ինձ զալեր, դալիճներ տվեք, որ ես քարոզեմ։ Ինքը մկրտությունից հետո մի անգամ գլուխը կախեց ու գնաց անապատ։ Անապատում ոչ մարդ կա, ոչ քարոզելու բան կա, դե ոչ մի բան չկա, այնտեղ կա կյանք, որտեղ դու պիտի կարողանաս հաղթես, հաղթանակած դուրս գաս այդ անապատից, որպեսզի արդեն դու կարողանաս կատարես այն, ինչ որ Աստված քեզ համար սահմանել է։ Ուրեմն քեզ քո հավատքի զորագլուխը, քո հավատքիդ կատարողը Հիսուս Քրիստոսը իր ընթացքը անապատով սկսեց։ Իր կյանքը անապատի մեջ էր, ինքը երբ որ եկան Հովհաննեսի աշակերտները հարցրին ասին, գալիս ենք տենանք որտե ես քնում, էլ քո քնելու տեղը մեզի ցույց տուր։ Ասեց եկեք տեսեք որտե եմ քնում։ Աղվեսները որջեր ունեն, գայլերը բույն ունեն, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի, խի չունի, մարդու որդին խի գլուխը դնելու տեղ չունի։ Որովհետև նա հավատքի զորագլուխը ինքը ցույց էր տալիս բոլոր հավատքի ժողովրդին մարդկանց, որ երբեք մի փնտրի կոմֆորտնի կյանքը, մի փնտրի նենց բաներ, որ ասենք այսօր մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով, չէ՞, կա տենց խոսք Աստվածաշնչի մեջ, որ մի կերպարանվիր այս աշխարհի կերպարանքով, որ ուզում են հեշտը, ամենալավը, ամենաճոխը, ամեն հարստությունը, դա աշխարհը ուզում է այդ ձև, ասում է մի կերպարանվի, քո Աստվածը անապատ գնաց, քո առաջնորդը անապատ գնաց, այնտեղ ցույց տալու իր հավատարմությունը, թե ինքը ինչքան հավատարիմ է Աստծո գործին, չէ՞։ Գիտեք ինչ է գրված, որ Եբրայեցիների թղթում գրված է, որ ինքը իր հնազանդություն, իր չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Կարդացել եք այդպես խոսք։ Գրված է, որ Հիսուսը իր չարչարանքներից հնազանդություն, խոնարհություն էր սովորում, Աստծո որդին երկինքը թողած իջած, նա խոնարհություն էր սովորում իր չարչարանքներից։ Սակայն մենք կարդում ենք, ասում է, սակայն Աստծուն սիրողների համար Աստված ամեն բան բարին գործակից է դարձնում, ինչ որ լինում է քո կյանքում, եթե դու իրական Աստվածապաշտության ու Աստծո սիրո մեջ ես բնակվում, քո կյանքում ինչ որ կատարվում է, մի վախեցիր, որովհետև դա Աստծո ծրագիրն ու Աստծո նպատակն է։ Երբ որ Աստված Աբրահամին կանչեց, Աբրահամին ասեց վեր կաց քո հորդ տնից։ Առաջի բանը երբ որ Աստված քեզ կանչում է, երբ որ Աստված ուզում է քեզ հետ գործ ունենա, նպատակ ունի, որ քեզ դարձնի իր որդու պատկերին, կերպարանակի դարձնի, որ քեզ տա այն ամեն ժառանգությունը, այն ամբողջ փառքը, որ ինքը պատրաստել է քեզ համար, ինքը կանչում է քեզ դուրս հանելու քո հորդ տնից։
Այսինքն քո ադատներից, քո սովորություններից, քո ամեն այդ չգիտեմ կռապաշտություններից, այն ինչ որ դու քո հայրերից, քո ժողովրդից սովորել ես, վարդեվար ես խաղում, չգիտեմ գերեզմանի քար ես պաչում, չգիտեմ ինչեր ես անում, մոմեր ես վառում, ընդեղ խունկ ես ծխում, այս բաների ասма դուրս արի, հելի քո հորը տնից, Աբրահամ դուրս արի քո հորը տնից, հերիք ատե խունկ ծխես, դու դրա համար չես ըտե, վեր կաց ասма դուրս արի, ես տանում եմ մի հատ երկիր, Ես քեզ տանում եմ մի հատ երկիր, Աբրահամ, ես քեզ պիտի օրհնելով օրհնեմ։ Ես քեզի մեծ ազգ պիտի շինեմ։ Քո անունդ պիտի մեծացնեմ։ Քո անունդ պիտի մեծացնեմ։ Այսօր Հովսեփ աղբերը բանում որտեղ էինք, նավո չեր կա, ասկնդեղ խոսք, որ Գեդեոնին կանչել էր ու Գեդեոնին բաներ էր ասում, որ ինքը չէր հավատում, բայց 2026 թվի հուլիսի 26-ի իր մասին մարդիկ պատմում ու խոսում են, չէ՞։ Բայց դա Գեդեոնի մտքով անգամ չէր անցնում, թե ինքը ինչեր պիտի իր անունը ինչ պիտի լինի։ Աբրահամին էլ կանչել էր, ասում էր վեր կաց հորդ տնից դուրս արի, քո ազգից, քո ժողովրդից, թող հեռացի, արի այն երկիրը, որ ես քեզ ցույց պիտի տամ, այդ երկրում ես քեզ օրհնելու եմ, այդ երկրի մեջ ես քեզ մեծացնելու եմ, դու օրհնյալ կլինես, քեզ օրհնողներին ես կօրհնեմ, քեզ անիծողներին ես կանիծեմ, Սա քեզ ասում, ինձ ասում, բոլորիդ ասում, հələ թող մեկը փորձի քեզ անիծի։ Դու դուրս արի քո հորը տնից սովորություններից, դուրս արի իմ հետևից քայլիր։ Ես քեզ ուր որ տանում եմ, դու արի, հələ թող մեկը փորձի ու քեզ անիծի։ Եվ հիմա մենք կտեսնենք, թե իրականում ինչքան մեծ խոստումներ էր Աստված տալիս։ Աբրահամը վեր կացավ գնաց ու գիտեք ինչ եղավ, երբ որ եկել էր այն երկիրը, այն Քանանի երկիրը, որ Աստված իրան առաջնորդել էր, հասավ ընդ թե չհասավ, սով սկսվեց այդ երկրում։ Բասում էիր տանում եմ քեզ մի երկիր, կաթում եղել բխող երկիր, բասում էիր դառնաս հավատացյալ օրհնյալ կլինես դու, քեզի սաղ մատով ցույց են տալու, սաղասելու էլ տեսես ինչ ծաղկել է, ծաղկում ես հավատացյալը, բայց ինչ եղավ, եկա թե չեկա, ընկա այս փորձանքների մեջ սով Վեր կացավ գնաց Եգիպտոս, ասես վեր կաց գնա Եգիպտոս, Եգիպտոս դեռ չմնտած, Աբրահամը լավ գիտեր այդ վաղվա սովորությունները, Սարային ասում է, Սարա ջան, որ քեզ կհարցնեն ով ես, ասա ես իրա քուրն եմ, որովհետև չլինի, որ քո պատճառով ինձ սպանեն, որովհետև ես ասեմ ձեզ, այդ ժամանակ աշխարհի վրա տիրում էր ամենայն լավ ոնց ասեմ, օրենքները, որ երբեք ոչ մեկը, ոչ մի ամուսնացած կնոջ չեր պղծի, երբեք ոչ մեկի կնոջը չեր մոտենա, լավագույն դեպքում Դավիթի նման Ուրիային կտանեին, կսպանեին, որպեսզի Ուրիայի կնոջը տիրանային, այդ այնց էր լինելու։ Դավիթը լավ էր սովորել վախվանից, ինքը գիտեր, որ եթե ուրիշի կնոջը ուզում ես, բայց դա օրինավոր չի, պիտի սպանես ու տիրանաս, ինքը սպանեց ու տիրացավ։ Աբրահամն էլ ասում է, կասես, որ իմ քուրն ես, եղավ, եկան հարցրին, ասես քուրն եմ, դե որ քուրն ես, մեր թագավորը սիրահարվել է քեզ վրա։ Մեր թագավորը տեսած չտեսած սիրահարվել է քեզ վրա, ուզում է իրան կին վերցնի։ Պատկերացնեք,
Այդ ժամանակ Աբրահամը 65 տարեկան էր, Սարան 55 տարեկան թող լինի կամ 60, արդեն որոշ ժամանակ որ Քանանի երկրում մանեն մեկը հետ են եկել 60 տարեկան կնոջը փարավոնը ամբողջ Եգիպտոսը մի երիտասարդ, մի ջահել աղջիկ չկար, մի նորմալ սիրուն մեկը չկար, սպասում էր Սարային, որ պետք է մտնի Եգիպտոս, թե չէ տանի իր կնության։ Սակայն Աստծուն սիրողների համար Աստված ամեն բան բարի են գործակից է դարձնում, չէ՞։ Ինչ եղավ, տարան էս Աբրահամը ինչ է կարծում, ինքը ինչ է, հենց անենց ասեց, հա, վերցրեք ու տարեք, հենց անենց տվեց ու վերջ, ինքը ցավ, դարդ, մղձավանջ, չգիտեմ ինչ էր, չունեցավ որ տարան իր կնոջը, շատ մեծ տառապան քաշեց, ցավ քաշեց ինքը, կնոջը տարան, բայց ինչ եղավ, հետ բերեցին կնոջը, հա, մինչև հետ բերելը կնոջը, իրան շատ ոսկի բերեցին, իրան ուղտ բերեցին, էշ բերեցին, ոչխար բերեցին, փարավոնը նվերներ, ընծաներ տվեց, քրոջդ համար, էսի քո քրոջդ տեղը, առես ուղտերը, եզերը, կովերը, սա քո քրոջ փոխարեն, քեզի լինի, հետո քրոջը ուղարկեց, Էսի քո կիննա, ինչ էիր դու խափում ինձ, ինչ եմ ես քեզ արել, որ դու խափեցիր ինձ, որովհետև քիչ էր մնացել իմ ամբողջ տոհմի տղամարդիկ, իմ ամբողջ ժողովուրդը կոտորվեր, որովհետև քո Աստվածը ինձ ասեց, որ վերադարձրու այդ մարդու կնոջը, նա իմ մարգարեն է, վերադարձրու իրան Հասկանում եք ինչ է կատարվում, Աստված կամանց Աբրահամին, որ խոստացել է, որ դու ժողովուրդների հայր կլինես, Աստված Աբրահամին կամանց տաշում է, կերտում է, Աստված Աբրահամին նեղությունների, դժվարությունների մեջով անցկացնում, որպեսզի այդ Աբրահամից վերջում կարողանա ստանալ մի հատ Աբրահամ, որ այդ Աբրահամը պիտի ժողովուրդների հայր լինի։ Պատկերացնում եք երկու անգամ նույն փորձության մեջ անցնելուց հետո 37 տարի հետո երբ որ արդեն իր որդին Իսահակը 12 տարեկան էր, ասեց վերցրա այս քո մեկ հատիկ սիրած որդուն, տար ինձ համար զոհի։ Վերցրեց տարավ զոհելու իր որդուն, տարավ երբ որ արդեն դանակը պատրաստ էր, պիտի իր որդուն սպաներ, Աստված ասեց կաց, այ հիմա կայնի արդեն։ Հենց հիմա ես հասկացա, որ իրականից դու ինչ շատ ես սիրում, քո սրտում իրականից ինչ սիրում ես։ Այ հիմա Աբրահամ, դու պատրաստ ես լինելու այն ինչ որ ես ուզում եմ որ դու լինես։ Դու արդեն կերպարանակից ես իմ որդուն, որովհետև իմ որդին էլ հոժարական իր կյանքը պիտի դնի, չէ, դեռ ժամանակ չէր դրած։ Ինչպես իմ որդին հոժարական ու սիրով իր կյանքը դրեց մեղավորի համար, դու էլ այդպես քո մի հատիկ սիրելի որդին զոհում ես ինձ համար առանց որևիցե մի բանի։ Ես հիմա հասկացա, որ դու իրապես ինձ սիրում ես։ Ու Աբրահամը արդեն պատրաստի անոթ էր այն ամեն բանի համար ինչ որ Աստված նրան ասել էր, այ դե թող մեկը փորձեր Աբրահամին անիծեր, որովհետև Աբրահամը մնաց Աստծո հավատարիմ բոլոր այդ նեղությունների, դժվարությունների մեջ։ Հովսեփը Աստծուց պատգամ առավ, երազ տեսավ, որ պետք է գան իր աղբերները իրան երկրպագություն անեն, 11 հասկերը խոնարհվում էին իր հասկի առաջ, հելավ ուրախ այդ երազը պատմում էր։ 37 տարի Աբրահամը քայլեց, որպեսզի հասնի այն օրհնությանը, որ Աստված իր համար պատրաստել էր։ Հովսեփը 17 տարեկան էր, երբ որ
այդ երազները տեսավ ու ինքը պատմում էր ուրախությամբ, որ այսենց է լինելու, Աստված ինձ ցույց տվե, որ ես մեծ պիտի լինեմ, Աստված ցույց տվե ինձ, որ բոլորը պիտի գան ինձ երկրպագություն անեն։ Աղբերները վերցրեցին նախանձությունից ուզում էին սպանեին։ Հովսեփը գրված չի, որ Հովսեփը այդ գուբի մեջ, երբ որ կար, ընդեղ ինքը իրան չեր գոռում, չեր ղժում, այ պապա ինձ ուղարկեցիր, ստեղի եկանգացրան ձեռը, այդ հուդան ասենց անում, շմավոնն հենց անում, ինքը չէր բողոքում, ընդհանրապես ոչ մի բողոք չէր ներկայացնում։ Աղբերներն ասին, դարեք սրան ծախենք թողեթա Եգիպտոս տենանք սրա երազները ինչ պիտի լինի։ 13 տարի այդ մարդը տառապեց բանտերում, չգիտես սովածության մեջ, ծառայության մեջ, նեղություններ, դժվարություններ, բայց գիտեք ինչ կան դե գրված ամենակարևորը, երբ որ կարդում ես Հովսեփի կյանքը, 3 տեղ գրված է, եւ Հովսեփը պետապրեսի տանը ծառայում էր, բայց Աստված նրա հետ էր։ Աստված նրա հետ էր, Աստված նրան բաց չէր թողել, բայց Հովսեփը միգուցե ժամանակ մտածում էր, սաղ աղբերներս արին, ես եկանգա գերության, ու գիտեք իր համար ինչքան ցավեր, ես պատկերացնում եմ, գրված է, որ նրա հայրը իր համար միշտ գույնեզգույն պատմուճաններ էր կարում ու հագցնում էր, ինքը ամենափոքր որդին էր, լավ էլ երես առած տղա է երևի եղել ժամանակին։ Հովսեփը իր աղբերների մեջ ամենաերես առածն է եղել երևակայի ու իրանը տենց էլ դատում էին իր աղբերները, որ հլը ես երես առածն էլի եկավ, ես են երաստենող աղբերն եկավ, բերեք սրանը վերացնենք ու պրծնենք սրանից, նախանձությունից։ Աստված նրա մեջ հանում էր նրա մեջից այդ ամեն այդ փառքի, այդ ամեն տեսակի, ասենք, մարդկային ծրագրեր, մարդկային մտածմունքներ, ամեն բան նրա կյանքից հանում էր, դուրս էր հանում, շպրտում էր մի կողմ, որպեսզի մնարեն Հովսեփը, որը պետք է իր որդու պատկերին կերպարանակից լիներ, որ ինքը պետք է կարողանար իրեն վաճառող շմավոնին, թեկուզ ինքը պահեց բանտի մեջ մինչև իր եղբայրները հետ եկան, որ կարողանար նրան սիրեր, որ կարողանար նրան ներեր։ Հասկանում եք, ինքը իր առաջի անգամ ինքը իր աղբերներին անգամ նշուլ ցույց չտվեց, որ ես եմ, ասենք, Հովսեփն եմ, իր մի աղբորը պահեց մնացածին ասեց, դե գնացեք շուտ հասեք ձեր են հորը գնացեք հաց տարեք թող ուտեն եւ այլը։ Դեռ էլի լիարժեք ինքը են Հովսեփը չէր, որ պետք է բան լիներ։ Հասկանում եք, երբ որ արդեն ինքը պատրաստ էր, երբ որ ինքը պատրաստ էր, արդեն բանտում եղող ժամանակ ինքը պատրաստ էր, այն ժամանակ են Փարավոնի ձեռքը գինի տվողը, այդ ժամանակ ինքը հիշեց Հովսեփին, որ ասեց թագավոր մենք երաս տեսանք մի հատ հրյա տղա կար, սենց մեզի բացատրություն տվեց, արի կանչենք թող քո երազները մեկնի։ Ինչքան հետաքրքիր է դու, երբ որ Հովսեփն եկավ Փարավոնի մոտ, ինքը չգիտեմ որ տարիք էր, բայց 7 տարի ինքը, դեռ 7 տարի, որ այդ բաները հավաքում էր, հասկերը հավաքում էր, այդ ծորենը հավաքում էր, ինքը երևի դեռ էլի լիարժեք պատրաստ չէր իր եղբայրներին դիմավորելու։ Աստծո նպատակն է մեզ իր որդու պատկերին կերպարանակից դարձնի, սիրելիներս։ Գիտեք,
Ես ուզում եմ մի հատված կարդալ ձեզ համար Կողոսացիների 3-րդ գլխից առաջի միջև, ասենք, մի քանի համարներ էլ են կողմից կարդամ, արդ եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, ուրեմն վերին բաները մտածեցեք, վերինների մասին մտածեցեք, խի, որովհետև ասում է, վերևում նստած է Հիսուս Քրիստոսը, հոր աջ կողմը նստած է ինքը, ու ձեր կյանքը պահված է Հիսուս Քրիստոսով, հոր Աստծո ձեռքերի մեջ պահված է, քո կյանքը տնդեղ պահված է, դու մի մտածի ինչ ուտես, ինչ խմես, մի մտածի ինչ պիտի լինի քո կյանքում, դու միշտ այնտեղի մասին մտածի, որովհետև երկնքում է քո կյանքը, այս որ դու ստեղ ապրում ես, դժվարություններ, նեղություններ ես քաշում, սա միայն նրա համար է, որ դու կարողանաս սովորես երկնքի արքայության կյանքին, թե ինչպես են ընդեղ ապրում մարդիկ։ Դու ստեղ ես միայն նրա համար, որ դու սովորես երկնքի արքայության կյանքը ապրելուն, այնտեղ սուտ ասել չկա, այնտեղ նախանց չկա, այնտեղ հայոյություն չկա։ Աստված ուզում է քեզ ստեղ դժվարությունների, նեղությունների մեջ կրթի, դաստիարակի, որպեսզի քեզ իր որդու պատկերին կերպարանակից դարձնի։ Այ եթե իր պատկերը չվերցնես, պատկերը դու գիտեք ինչա, դեմքը չի։ Իր խայսաթը, հայերեն ասենք, իր բնավորությունը պիտի դու կարողանաս վերցնես, դու պիտի կարողանաս Հիսուս Քրիստոսի բնավորությունը վերցնես քեզ վրա, դու նրա բնավորությունը եթե չունենաս, երկնքի արքայությունը չես կարող ժառանգել։ Ուրեմն ասում է, եթե քո կյանքը վերևում է, երկնքում է, պահված է Աստծո ձեռքերի մեջ, ուրեմն սպանեցեք ձեր անդամները, ձեր մարմնի անդամները սպանեցեք, որը պոռնիկություն, շնություն, ագահություն, կռապաշտություն, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է աննազանդության որդիների վրա, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնում էիք, բայց հիմա դուք էլ դեն դրեք ամեն բան, բարկություն, սրտմտություն, չարություն, հայոյություն, ամոթալի խոսքերը ձեր բերանից դուրս հանեք, սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը հանեցեք ձեզանից, և հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով, Աստծո ստեղծած պատկերին պես։ Նոր մարդը հագիր։ Աստված ուզում է, որ դու քո հին մարդը հեռացնես քեզանից, ու նոր մարդը հագնես, որը նորոգված է քեզ ստեղծող Աստծո պատկերին պես։ Ինչքան կարևոր է մեզ, որ նրա կերպարանքը ընդունենք, և ես ուզում եմ ձեզ, որ ավելի շատ չերկարացնեմ ուղղակի, ում որ ճանաչեց, նրանց կանչեց, ում որ կանչեց, արդարացրեց, ինչպես է արդարացումը կատարվում մեր կյանքում, ժողովուրդ ջան, արդարացումը ինչպես է կատարվում մեր կյանքում, երբ որ մենք Հիսուս Քրիստոսի անունով ապրում ենք այս երկրի վրա, ամեն օր սպանելով մեզանից ինչ-որ բան, որովհետև արդար չկա, մեկն էլ չկա, երկրի վրա գրված արդար մարդ գոյություն չունի, բայց մենք հավատքով ենք արդարացած, չէ՞։ Մենք հավատքով ենք արդարացած, բայց եթե դու հավատում ես, բայց ապրում ես քո հին կյանքով, դու արդարացած չես, դու արդար չես։ Ինչքան կուզես, ես մի օր ստեղ խոսել եմ, ինչքան կուզես դու հավատա, բայց եթե դու քո հին կյանքով ապրես, քո այդ հին կյանքով ապրելը հավատքդ քեզ փրկության չի տանելու։
Ուրեմն սպանեցեք ձեր հին մարդը եւ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով։ Հայքեք նոր մարդը, որը ստեղծված է գիտությունով Աստծո պատկերին պես։ Ու արդարացրեց, ասում են նրանց արդարացրեց, շնորհակալություն կորես։ Ում որ արդարացրեց, նրանց փառավորել արավ։ Այսինքն այդ նեղությունները, դժվարությունները մեր կյանքում որ կա, երբ որ մենք դուրս են գալի անապատ, ես ձեզ ասեմ, չկա մի հոգևոր մարդ, որ նեղությունների ու դժվարությունների մեջով չանցնի։ Պողոս առաքյալն ասում էր, որ Տիմոթեոսին, որ ասում էր, ամեն զինվորություն անողը պետք է որ իր զորապետին հաճելի լինի, չէ՞։ Արդու որդյակը զորացիր, առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ կարծեմ, արդու որդյակը զորացիր այն հավատքովը եւ կրիր այն նեղությունները Հիսուս Քրիստոսի հավատարիմ զինվորի պես։ Տիմոթեոս կրիր այն նեղությունները, բարի և հավատարիմ զինվորի պես, մի փախիր այդ նեղություններից, կռուծիդ մի եղիր այդ նեղություններից, կրիր այդ նեղությունները Հիսուս Քրիստոսի հավատարիմ զինվորի պես։ Առաջի Կորինթացիների 12-րդ գլխում Պողոս առաքյալն ասում, երկրորդ Կորինթացիների 12-րդ գլխում Պողոս առաքյալը պատմում է, թե ինքը ինչպիսին է եղել, ինչ փառավոր մարդ է եղել, փարիսեցի, ջերմ եռանդ, իրանց կրոնի համեմատ բոլոր երիտասարդներից ավելի առաջադեմ էի ասում է։ Ու նախանձավոր էի Աստծո գործերը կատարելու, բայց այս ամեն բաները ես վնաս եմ համարում, ես վնաս համարեցի, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսին շահեմ։ Փիլիփեցիների 3-րդ գլխում է գրված, ասում է, որպեսզի Քրիստոսին շահեմ։ Ես ամեն բաներն էլ հենց աղբ եմ համարում, իմ ես ամեն ունեցածը, իմ ամեն վիճակները աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ։ Խի, ինչի համար, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Որպեսզի մեռելների հարությանը հասնեմ, այսինքն այն փառքը, որ Աստված պատրաստել է ինձ համար, ես այդ փառքին հասնելու համար ամեն բան աղբ եմ համարում, իմ ոտքերիս տակ եմ դնում, որպեսզի նրա հարությանը հասնեմ, որ կերպարանվեմ նրա մահվան կերպարանքին, հիշում եք ինչ ասում ունդ է, որպեսզի նրա մահվանը կերպարանակից լինեմ, ինչպիսի մահով Հիսուսը մեռավ, տանջանքի, տառապանքի, չէ, նեղության, որպեսզի նրա մահվանը կերպարանակից լինեմ, որպեսզի նրա հարությանն էլ մասնակից դառնամ։ Եթե նրա նման չապրես, եթե նրա նման դժվարությունների հետ խաչելիության մահով դու չմեռնես, քո անձդ եթե չսպանես, ոնց որ ստեղ են գրում, որ քո հին մարդը քեզանից չհանես, չհեռացնես։ Խոսում եմ մի օր մի քույրիկ ասում է, դե ինչ անենք հիմա բնավորություն է էլի, բնավորությունը պիտի սպանես, դու վերցնես Քրիստոսի բնավորությունը, որպեսզի նրա հարությանը մասնակից լինես։ Հիսուս Քրիստոսը
Պողոս առաքյալը Փիլիփեցիների 3-րդ գլխում գրում ասում է. «Եվ կնորոգին ամեր խոնար մարմինը, որպեսզի նրա մարմնին կերպարանակից դառնանք»։ Դու պատկերացնում եք ինչ ասում, նրա փառավոր մարմնին կերպարանակից դառնալու համար մեզ հարկավոր է, որ մեր մարմինները խոնարհացնենք իր առաջ։ Որովհետև հենց այդպես գրված է եւ նա մեր խոնար մարմինները կնորոգի, այսինքն ինչպես կնորոգի։ Առաջի Կորինթացիների 5-րդ գլխում գրված է, որ մենք ունենք մարմին պատրաստված երկնքում, որ պիտի մարմինը երկնքից գա, ասում եմ մենք հիմա ենք ուզում հագնենք, այ մենք հիմա ենք ուզում էդի հագնենք, դու չես կարա հիմա հագնես, այդ մարմինը պիտի Հիսուսը բերի, որ դու հագնես, որ դու գնաս երկինք, հավիտենական կյանքը ժառանգես ու վայելես։ Երբ որ նա կհայտնվի, այն ժամանակ էլ մեր կյանքը կհայտնվի։ Երբ որ նա կհայտնվի, ուրեմն մեր կյանքի բոլոր նեղությունները, դժվարությունները, երբ որ գալիս են, դրանից մի խուսափի, մի վախեցի, դրանից մի նենց արա, որ դու դրանից մի կողմ քաշվես ու հետևից անցնես, որովհետև Աստված ամեն բան անում է մեր կյանքում, որպեսզի իր որդու ճիշտ իր որդու պատկերին կերպարանակի դարձնի մեզ։ Ամեն։ Ուրեմն եկեք այն ինչ որ մեր կյանքում լինում է, ինչ որ մեր կյանքում պատահում է, եկեք չդժգոհենք ու մեղավորներ չփնտրենք, չասենք, այ եթե հովիվը սես չասեր, ես այդպես չէի լինի։ Սաղ այդ հովիվն է մեղավոր, ես որ չեմ գալի հավաքույթի, խի, որտև այդ հովիվը ինձ սես բան ասե, հովիվն ասել է, որ դու շատ կվես չի ասե, որ դու թողես գնաս։ Ուրեմն եկեք գոհանանք Աստծուց, փառք տանք մեր Տիրոջը, որ Աստված մեզ համար ունի հրաշալի բան պատրաստված։ Ինչքան հետաքրքիր է, մի ամբողջ ժողովուրդ 3.5 միլիոն, հա, Հոսեփ Հախվեր Եգիպտոսից որ դուրս են գալի, հա։ Դուրս է բերում Աստված, ունդեղ ասում է, չտարավ են մի ճանապարհով։ Մի հատ ճանապարհ կար, որ պիտի տաներ ու մտցներ այդ Քանանի երկիրը մի 10-15 օրվա ճանապարհ է, որ պիտի տաներ։ Ասում են ինքը տարավ անապատով։ Բերեց անապատ, այդ ժողովուրդը, որ սովոր էր ինքը, ընդեղ ապրում էր սոխ ու սխտորով, ապրում էր մսի կաթսաների կողքը նստած, այդ ժողովրդի համար կարծես ստրկության մեջ, բայց իրանք լավ կյանքով ապրում էին, դուրս հանեց բերեց անապատ, ունդեղ սկսեցին բողոքել, ես ինչա, ոչ սոխ ունենք, ոչ սխտոր ունենք, ոչ միս ունենք ուտելու, ոչ ինչ չունենք ուտելու, բողոքում էին, բայց Աստված հենց անապատի մեջ էր այդ ժողովրդին կրթում ու դաստիարակում, անապատի մեջ պատկերացրեք 40 տարի անապատի մեջ պահեց մի բանի համար, որ այդ ժողովուրդը կարողանար փոխվել, լինել այն ժողովուրդը, որ օտարազգերի ու ժողովուրդների մեջ մտնելուց կարողանային իր անունը բարձր պահել եւ ոչ թե նմանվեին այդ օտար ժողովուրդներին, ադատներին կամ օրենքներին, կանոններին։ Անապատում ծնված երեխաները, որ 20 տարեկան էին, նրանք մտան, իսկ մնացածը անապատի մեջ ընկան, որտեղ չուզեցին, որ իրանք փոխվեն, չուզեցին, որ իրենք կերպարանք ընդունեն Աստծո որդու Հիսուս Քրիստոսի, որովհետև Հիսուսը իր ճանապարհը սկսեց անապատով, ու Հիսուսը իր կյանքը ավարտեց խաչի վրա, ժողովուրդ ջան։ Տերը ձեզ շատ օրհնի։ Եկեք կանգնենք աղոթ։